Երբ որ չարաբաստիկ պատերազմը սկսեց, կարծում եմ յուրաքանչյուր գործարար այդ պահին ավելի կարևոր բան ուներ իր առջև դրված ու իհարկե պետք է հաշվի առնել, որ նմանատիպ օրեր կարան լինեն ու արդյոք մենք պատրաստ ենք դրան, թե չէ, էլի դրա համար շատ կարևոր է, որ ոնց որ մենք ոչ թե այդ օրերին տենց նայենք, այլ փորձենք իրականում միշտ տեսադաշտում պահենք այն ինչ որ եղել է ու այն ինչ կարա լինի, ու միգուցե ավելի ստապ լինենք ու տենց այդ ռելաքս ռեժիմը չմիացնենք, էլի մեզ մոտ, ավելի միշտ այդ ոնց որ բիզնեսի մեջ են ասում, այդ պատերազմական վիճակում լինես, որ երբեք չթուլանաս, հա, որ թշնամին կարա առաջ գա, մեր ընկերներից չեմ հիշում, որ դա ասում, բիզնեսն էլ պատերազմի պես է։ Հիմա մեր դեպքում դա ավելի սուր է, անհամեմատ ավելի սուր է, միգուցե որ մենք Շվեյցարիայում ապրենք, կարելի է շատ անհոտ բիզնես անել ու ուրախանալ, որ ինչ-որ մի բան ստացվում է։ Բայց մեր դեպքում անում ես, հետո հենց այդ դեպքը գալիս է հասունանում է, ոչ մի բան աչքիդ չի երևում, էլ ինչի վրա ուրախանաս։ Դրա համար պետք է ուղղակի անել ավելին ու միշտ փորձել տենց մտքում ունենալ, որ պետք է նաև ավելին անես նաև երկրի համար, ավելի բարեխիղճ ճարկատու լինելով ու մնացած, չգիտեմ, սոցիալական պատասխանատվությամբ, ակտիվությամբ, որը որ մենք էլ մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք հնարավորինս անել։